Այսօր տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։ Նախարարներն անդրադարձել են առաջիկա միջպետական շփումների ժամացույցային բովանդակությանը։ Տեղի ունեցել ազգային ժողովի խորհրդի նիստային վարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել եւ հաստատվել են ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը։ Հերթական օրակարգի նախագծում ընդգրկված է 21 հարց։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93000 դրամ է։ Թուրքիայում արձագանքել են ադրբեջանական մամուլում տարածում գտածային պնդմանը, թե հայ-թուրքական սահմանը բացվել է առանց Բաքվին տեղյակ պահելու։ Ալիջան սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից Սիրիա, մեր երկրի տարածքով մարդասիրական օգնության, Շարասյան անցումն ու վերադարձն ապահովելու նպատակով, եւ այդ մասին տեղեկացված է եղել անձամբ նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևը։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Պուտինի կողմից Թրամփին արված նվերին։ Միակ բանը, որ կարող է ասել, այն է, որ դա անձնական նվեր էր, որը նախագահը փոխանցել է իր ամերիկացի գործընկերոջը, ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին քննադատել է ֆուտբոլային խաղից հետո վրացի երկրպագուների պահվածքը յուր թիմի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անթույլատրելի է, այս միանգամայն ընդունելու գործողությամբ մենք վիրավորեցինք նրանց եւ խանգարեցինք մեր թիմին իր երկրպագուների հետ միասին տոնել հաղթանակը։ Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին եւ ստվեր գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա, հայտարարել է նա։